Հարգելի իմ դիտող, քանի որ խորհրդարանում քննարկվում էր Արմավիր գյուղերից մեկի այժմ Գրիբաեդով, նախկինում Քյոլաղլու գյուղի մասին, ապա ես ուզում եմ այստեղ մի քանի նշում անեմ։ Պատմականորեն եւ աշխարհագրականորեն այդ տարածքը միշտ եղել է հայկական տարածք։ Քյոլանլու անունը ընդամենը օտար տիրապետության շրջանում գյուղին պարտադրված անվանումն է, որը չի արտացոլում տարածքի իրական պատմական պատկանելությունը։ Պատմական մեծ հայքի կազմում այսօրվա Գրիբաեդովյան Քյոլանլու գյուղի տարածքը գտնվում է Արարատյան դաշտի սրտում։ Մեծ հայքի թագավորության շրջանում այս տարածքը մտել է Արարատյան նահանգի Արագածոտն կամ Մասյացոտն գավառի կազմի մեջ։ Այն գտնվում է հայոց հինավուրց մայրաքաղաքների Արմավիրի և Վաղարշապատի Էջմիածինի անմիջական հարևանությամբ, որոնք դարեր շարունակ եղել են հայկական պետականության, մշակույթի և հոգևոր կյանքի կենտրոններ։ Ինչու և երբվանից է հայտնվել թուրքական անունը։ Ուշ միջնադարի արշավանքները 16-18-րդ դարերում Արարատյան դաշտը դարձավ թուրք-պարսկական ավերիչ պատերազմների թաթերաբեմ։ Այդ ընթացքում տարածաշրջանի բնիկ հայ բնակչությունը պարբերաբար տեղահանվել է, օրինակ 1604 թվականի Շահ Աբբասի մեծ տեղահանության ժամանակ։ Քոչվորների բնակեցումը դատարկված կամ թուլացած հայկական բնակավայրերում պարսիկ շահերից և Երևանի խանթերի թույլտվությամբ բնակություն հաստատեցին թուրքալեզու քոչվոր ցեղեր, այդ թվում նաև քյոլանլուները, նրանք գյուղն անվանեցին հենց իրենց անունով։ Հայ բնակչության վերադարձը, չնայած դարավոր ճնշումների և օտար անվանմանը, գյուղը երբեք լիովին չի կորցրել իր հայկական արմատները։ 1828-1830 թվականներին Արևելյան Հայաստանը ռուսական կայսրությանը միանալուց հետո Թուրքմենչայի պայմանագրով Պարսկաստանի Խոյի և Սալմաստի գավառներից հազարավոր հայեր ներգաղթեցին և վերաբնակվեցին Արարատյան դաշտի այս հատվածում։ Նրանք շենացրեցին գյուղը, իսկ երկրորդ թուրքական տարրն աստիճանաբար հեռացավ այդ տարածքներից։ Այսպիսով, Քյոլանլուն ընդամենը պատմական մի ժամանակավոր շրջանի ավանդական հետք է, մինչդեռ հողն ու բնակավայրը հազարամյակներ հայկական պատմությունն է։ Մինչև 1828-1830 թվականներին հայերի մեծ ներգաղթը, թուրքական ցեղերի հայտնվելը, այս տարածքն ունեցել է հազարամյակների խորքից եկող բնիկ հայկական պատմություն։ Այն եղել է հայկական հնագույն քաղաքակրթության օջախներից մեկը։ Մ.թ.ա. 4-ից մինչև 1 թվականի հազարամյակների պատմություն ունի։ Գյուղի տարածքը բնակեցված է եղել դեռևս բրոնզի և երկաթի դարերում։ Այսօր գյուղի տարածքում պահպանվել են պետական պաշտպանության տակ գտնվող պատմական հուշարձանները։ Մոխրաբլուր բնակատեղի գտնվում է գյուղից 1 կիլոմետր հյուսիս-արևելք։ Այստեղ հայտնաբերվել է մ.թ.ա. հազարամյակների պատմություն ունեցող հելլենիստական շրջանի հարուստ հնագիտական շերտեր, կավագործական իրեր և կառույցների հետքեր։ Կղզակ-Բլուր մ.թ.ա. 4-3 հազարամյակների մեկ այլ հնագույն բնակատեղի, որն անցնում է գյուղի միջով հոսող ջրանցքի եզրով։ Մայրաքաղաքների Արվարձան մեծ հայքի շրջան միջնադարում և ավելի վաղ այս տարածքը առանձին հեռավոր գյուղ չէր, այն հայոց մեծ մայրաքաղաքների Արմավիր և Վաղարշապատի անմիջական տնտեսական ու մշակութի շրջակայքն էր Արվարձանը։ Այնտեղ ապրել են հայ շինականներ, որոնք զբաղվել են հացահատիկի մշակությամբ, խաղողագործությամբ և սպասարկել են թագավորական ու կաթողիկոսյան կալվածքները։
Օտարների հայտնվելը, ուրեմն երբ որ բնակավայրը թուլացավ եւ այնտեղից հայերը տեղահանվեցին, երկար ժամանակ մնացել էր կիսավեր կամ մամայի։ Հենց այդ դատարկության շրջանում էլ տարածք եկան թուրքական քոչվոր ցեղերը, որոնք հին հայկական բնակավայրի հիմքերի վրա հիմնեցին իրենց ձեռնանոցները եւ տեղանքը կոչեցին Քյոլանլու կամ Արալխ։ Այսպիսով, մինչև 1828 թվականի վերաբնակեցումը այդ հողերը եղել են զարգացած հայկական բնակավայրեր, որը պարզապես զոհ է գնացել ուշ միջնադարի թուրք-պարսկական պատերազմին։ Անունը եղել է Մոխրաբլուր։ Գյուղը պաշտոնապես վերանվանվել է Գրիբաեդի անունով 1978 թվականի հունվարի 25-ի ի պատիվ ռուս մեծ գրող, դրամատուրգ և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի։ Անվանափոխության համար հիմք հանդիսացան մի քանի պատմական և քաղաքական կարևոր պատճառներ։ Թուրքմեչայի պայմանագիր 150-ամյակը, ուրեմն 1978 թվականի խորհրդային Հայաստանում մեծ շուքով նշվեց Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու և Թուրքմեչյան պայմանագրի 1828 թվականի 150-ամյակը։ Քանի որ Ալեքսանդր Գրիբոյեդովը այդ պայմանագրի գլխավոր նախագործն էր և կնքողն էր, խորհրդային իշխանությունները որոշեցին նրա հիշատակը հավերժացնել հենց Արարատյան դաշտի այն գյուղերից մեկում, որտեղ 150 տարի վերաբնակվել են պարսկական և թուրքական քոչվոր ցեղերը։ Գրիբոյեդովի դերը հայերի հայրենադարձության գործում Թուրքմեչյան պայմանագրի 15-րդ հոդվածով Գրիբոյեդովը իրավական հնարավորություններ ստեղծեց, որպեսզի Պարսկաստանի, հատկապես Խոյի և Սալմաստի հազարավոր հայեր անարգել տեղափոխվեն հայրենիք։ Նա անձամբ մեծ ջանքեր է գործադրել գաղթականների անվտանգությունը ապահովելու, նրանց տեղավորելու և սնունդով և հագուստով ապահովելու համար։ Քյոլնլուի բնակիչների նախնիները հենց այդ ներգաղթածներն էին, գյուղը նրանց անունով կոչելը նաև երախտագիտության նշան էր։ Թուրքական անուններից ազատվելու քաղաքականություն խորհրդային տարիներին, հատկապես 1940-ից մինչև 1970 թվականների Հայաստանի Գերագույն խորհուրդը պետական մակարդակով իրականացնում էր բնակավայրերի վերանվանման քաղաքականության գործողությունները։ Նպատակն էր մաքրել քարտեզը օտար թուրք-թաթարական անվանումներից, ինչպիսիք էին Քյոլանլուն կամ Արալխը, և դրանք փոխարինել հայկական պատմական անուններով կամ նշանավոր գործիչների անուններով։ Գրիբոյեդովի կապը Էջմիածին և տարածաշրջանի հետ, ուրեմն անձամբ եղել է այս տարածաշրջանում։ 1819 թվականին նա այցելել է հարևանությամբ գտնվող Էջմիածին վանք, հանդիպել է հայ հոգևորականներին և հիացել է հայկական մշակույթով, իսկ 1827 թվականին, երբ ռուսական զորքերը գեներալ Պասկևիչի առաջնորդությամբ ազատագրում էին Երևանի բերդը, Գրիբոյեդովը կրկին Արարատյան դաշտում էր որպես դիվանագիտական կցորդ։ Այսպիսով 1978 թվականին Քյոլանլու անունը հանվեց պատմական հիշողությունից և գյուղը ստացավ իր այսօրվա արժանապատիվ ու պատմականորեն հիմնված Գրիբոյեդովի անունը։ Եվ Գերմանիայի Բեռլին քաղաքում 1946 թվականին հաղթության դրոշը դրեցին «Յա Ալյոշա» ի Ալին, և ՍՍՀ-ն ժամանակներում եղել է 16 եղբայրական պետություն, և քանի որ հայկական հողերը երկար ժամանակով քոչվոր ցեղերի տիրապետության տակ էր դրված, երբեմն այդ տարածքների անունները որպես շնորհակալություն, որպես ազատագրում, որտեղ օգնել են հենց Գրիբոյեդովի նման մարդիկ, դրվել և կոչվել են իրենց անունով։
Եվ որպիսի այդ անունները ավելի մեծ քննարկում և հակասություն չունենար, երբեմն դիվանագիտական ձևով ուղղակի դրվել են ռուսական գրողների, դիվանագետների, արքաների և այդպես շարունակ։ Այսպես է եղել Գրիբաեդովի անունով գյուղը Արմավիրի մարզի։ Ուստի պետք չի խորհրդարանում ծիծաղել կամ նորից քարկոծել ռուս հարևաններին, թե ինչու պետք է հայկական տարածքը կոչվեր թուրքական, հետո ռուսական անունով։ Մի հատ էլ դրանից առաջ ենք գնում և ծանոթանում ենք հայկական պատմությանը։